Անշուշտ վայելեցիք այն տեսահոլովակը, երաժշտությունը, այն երաժշտին, որով մենք իսկապես հպարտանում ենք նրա անունը հնչեցնելով։ Վերջին շրջանում որպես թավջութակահար համերգներ Տիգրան Ձիթողցյան արվեստանոցում, որպես գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արցախ կամերային նվագախմբի հետ ու դեբյուտ որպես դիրիժոր Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Հայաստանում ստեղծագործական ակտիվ գործունեության ու հետագա ծրագրերի մասին ենք խոսելու մեր հյուրի հետ, ում եւ կներկայացվի մեր Թերեզան։ Այսօրվա մեր հյուրն է հայտնի թավջութակահար, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը։ Լույս առավոտի։ Լույս առավոտի։ Բարի լույս, մենք հետևում էինք այսպես տեսահոլովակին ու հասկացանք, որ դա նկարահանվել է ու ստեղծվել շատ դժվարին ժամանակներում, երբ ամբողջ աշխարհը այսպես ճգնաժամային փուլում էր։ Այո, դա շատ հետաքրքիր մի տեսահոլովակ է, որովհետև հենց 2020 թվականի մոտավորապես երևի ամռանը կամ աշնանը, չեմ հիշում կոնկրետ, պետքա շրջագայություն ունենայի Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ բարձա չեղարկվեց այդ շրջագայությունը, չէ, նեղություն 21 թվականին դեռ Ամերիկան փակ էր եւ ամեն ինչ չեղարկվեց եւ այդ թվում նաեւ Բալտիմորում պետքա ելույթ ունենայի եւ Բալտիմորի կազմակերպիչները շատ հետաքրքիր լուծում առաջարկեցին, դե բոլոր երաժիշտները տանը նստած են, էլի փաստորեն երաժիշտներին առանձնահատուկ ոնց որ վնասեց պանդեմիան եւ ասեցին, արի մենք անհրաժեշտ գումար ամեն ինչ ուղարկենք, ոչ դու զապիս կազմակերպի պրոֆեսիոնալ բան Հայաստանում, որտեղ դու կգտնվում ես ու դա կլինի ոնց որ այդպիսի on-line համերգ ու Բալտիմորը մի մոտավորապես 2 թե նույնիսկ 3 տարի ուներ էքսկլյուզիվ իրավունք այդ ձայնագրության, որը դուք հիմա դիտեցիք, հիմա արդեն էքսկլյուզիվ չի իրանք թույլ են տվել բանանել եւ շատ հետաքրքիր այդպես ստացվեց, որ փաստորեն այս տեսահոլովակը դա այդպես ասած պանդեմիայի ժամանակ on-line համերգի մի մասնիկն էր, որը հիմա արդեն իրավունք ունենք արդեն կիսվել համացանցում։ Այո, կարող եք որոնել, գրեք YouTube-ում Նարեկ Հախնազարյան, դիտեք եւ այդպես սկսեք օրը եւ վայելեք։ Եկեք խոսենք վերջին շրջանի ձեր այստեղի գործունեությունից՝ ի պատիվ եւ բարեբախտաբար մեզ, ձեզ հեռուստադիտողը կարող է հաճախ տեսնել Երևանի փողոցներում։ Ինչու է դա պայմանավորված։ Մի քանի տարի առաջ ես որոշում կայացրեցի վերադառնալ Հայաստան 22 թվականին եւ մինչ այդ դե մանկուց ապրել եմ, մեծացել եմ Մոսկվայում, հետո ապրել եմ, բնակվել եմ եւ սովորել եմ Բոստոնում, Միացյալ Նահանգներում եւ վերջի տարիները ապրում էի Ավստրիայում, Վիեննայում, բայց շատ էի, ճիշտ ասած, կարոտում հայրենիքը, Հայաստանը, շատ sense կարոտով էի միշտ ամբողջ կյանք ապրում եւ պանդեմիայի ժամանակ sense զգացի, որ լավ հնարավորություն է առանց ինչ որ էական տուժի մասնագիտական, կարիերայի համար վերջապես տեղափոխվել եւ ապրել այնտեղ, որտեղ ես իսկապես ինձ կոմֆորտ եմ զգում եւ որը իմ միակ տունն է, էլի, այսինքն որտեղ էլ ես չապրեի, ես երբեք լիովին ինձ տանը չեմ զգացել։ Շատ սիրել եմ միշտ բոլոր վայրերը, համ Մոսկվան, համ Բոստոնը, համ Վիեննան, բայց իմ միակ տունը իհարկե Երևանն է, Հայաստանն է եւ տեղափոխվեցի Հայաստան եւ հետո արդեն 2024 թվականին ստեղծվեց Արցախ նվագախումբը եւ այլն։ Այսինքն հողի ուժից եք նաև ստանում այդ էներգիան, որպեսզի նոր ստեղծագործություններ ու նաև դեբյուտ ունեք Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ որպես դիրիժոր աշխատելու։ Կխնդրեի մի փոքր այս գործունեությանը անդրադառնալ, որովհետև բավական երիտասարդ տարիքում ձեզ ահագին գործ է հիմա արդեն վստահվել։ Այո, շատ մի հաճելի եւ նշանակավոր ինձ համար իրադարձություն էր իմ դիրիժորական դեբյուտը մեր պետական կամերային նվագախմբի հետ, որը անցավ մայիսի 7-ին կամերային երաժշտության տանը, շատ հաճելի մթնոլորտ է եւ շատ ես ուրախ եւ գոհ էի աշխատել այդ
շատ արդեն վաստակավոր կոլեկտիվի հետ։ Իդեպ ասեմ, որ այս ամիսը, մայիսը ինձ համար այդպես է ստացվել դեբյուտների ամիս է, որտեվ մայիսի 7-ին պաստորեն կամերայինի հետ դեբյուտներ, իսկ վաղ չմյուս օրը ես մեկնում եմ Վիեննա, որտեղ մի քանի օր կփորձեմ կաշխատեմ Վիեննայի կամերային նվագախմբի հետ եւ որից հետո մենք կմեկնենք բոլորով միասին Իսպանիա, որտեղ իմ դեբյուտային արդեն շրջագայությունը Իսպանիայով կկայանա 5 քաղաքներում Վիեննայի կամերային նվագախմբի հետ երկու դերում, համ դիրիժորի, համ սոլիստի։ Այսինքն առաջի բաժնում ես նվագելու եմ եւ չափ եմ տալու նվագախումբը, իսկ երկրորդ բաժնում արդեն որպես դիրիժոր չափ եմ տալու։ Այո։ Դրա համար շատ sense նշանակավոր եւ հիշվող ամիս է ինձ համար մայիսը։ Հետաքրքիր փորձառություն է, երբ որ դու նվագախմբում ես եւ երբ որ դու այսպես հանդիսատեսին մեջքով ես, այսպես եկեք կոչենք այդ մասնագիտությունը, ինձ հետաքրքիր յուրաքանչյուրում ձեզ ինչպես եք տեսնում եւ որն է այն ամենահոգեհարազատ։ Իհարկե ես ենթադրում եմ, որ այդ նույնը ոնց որ տղայի տեսախ ավելի շատ սիրում թե աղջկա կամ մամային ու պապային նույն համեմատականի մեջ է, բայց այդուհանդերձ գուցե այլ կերպ ընկալեք։ Դե իսկապես իրանք այնքան տարբեր են ու մեկը մյուսին չի կարող փոխարինի, այդ միանշանակ ինձ շատեր ասում են, վայ, դիրիժորություն ես սկսել, թավջութակը թարգելու ես, այլևս չես նվագելու, բայց դա բացառվում է, որտեվ իրականում ինչով էլ ես չզբաղվեմ, ես առաջին հերթին մասնագիտական առումով լինելու եմ թավջութակահար, դա է իմ գործիքը եւ ես համարում եմ ինձ այն բախտավոր մարդկանցից մեկը, որոնց ոնց որ հաջողվել է, շնորհակալություն իմ ծնողներին, գտնել այն մասնագիտությունը, որի համար ես ծնվել եմ։ Այսինքն ես համարում եմ թավջութակը դա իսկապես ոնց որ 100%-անի համընկանք մենք ես ու թավջութակը։ Պատահեցիք միմյանց։ Այո, եւ զգացմունքները տարբեր են, դիրիժորությունը շատ հետաքրքիր է, դե այդ ոչ թե այտենց այդ մեջքով կամ դեմքով լինելու առումով, բայց մի բան է, երբ դու ունես քո գործիքը եւ դու վստահում ես մենակ քեզ, այսինքն դու գիտես քո հնարավորությունները, դու ես քո հնարավորությունները ընդլայնում եւ այլն եւ ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, այսինքն միտքը գլխումդ առաջանում է եւ մատներդ իրականացնում են այդ միտքը նվագախմբի հետ իհարկե ուրիշ է, եթե կամերային է, դա մոտ 20 հոգի է, եթե սիմֆոնիկ է, դա միջև 100 հոգի կարող է լինի մարդ եւ քո մտքերը դու արդեն պետք է ձեռներիդ միջոցով, մարմնիդ միջոցով փոխանցես այդ հսկայական կոլեկտիվին եւ միասին փորձեք նվաճել ինչ որ հասնել ինչ որ արդյունքի, դա մի ուրիշ ձևի հաճույք է եւ դժվարություն իհարկե, որը էլի ինձ համար նոր փորձություններ է, բայց շատ հետաքրքիր։ Մի շունչ եք դառնում ըստեյության, դառնում եք մի հոգի այդքան։ Այո, որտեվ իրականում դիրիժորությունը դա ավելի շատ մենեջմենտ է, այսինքն իրականում դիրիժորը դա ոնց որ ինչ որ անկերության տնօրեն, հա, այսինքն այնտեղ էլ շատ գրագետ պետք է հասկանալ ինչը դու ինքդ կարող ես անես, ինչը դու կարող ես վստահես, հա, դելեգիրovat անես ուրիշներին, ում կարող ես վստահես, ում կարող ես վերջնական պատասխանատվություն։ Վերջնական ասում ես, դե լավ, ես կանեմ, ոչ մեկի չեք վստահ։ Եթե ընկերության ինքդ ամեն ինչ անում ես, միտքդ եկավ, ինքդ արեցիր, հեշտ է, ավելի հեշտ է, էլի, ավելի պարզ է։ Պատասխանատվության մասշտաբը շատ է մեծանում։ Ումից ես ներշնչվում, այսպես ասենք։ Ամեն ինչից շուրջս այնքան լավ մարդիկ կան հետաքրքիր ոչ միայն երաժշտական ոլորտում իրականում ամենակիչը երևի ես ներշնչվում եմ երաժշտական ոլորտից, որտեղ կյանքը նենց բազմազան, այո, նենց բազմազան բաներ է առաջարկում մարդուն, որ ես չեմ հասկանում, չեմ հասկանում այն երաժիշտներին, որոնք
24 ժամ միայն երաժշտության մեջ եմ, դասական երաժշտության, գոնե ընդհանուր երաժշտություններ կասեի, հա, բայց այնքան լի է էմոցիաներով կյանքը, որ ես համ երաժշտությունից, համ սպորտից, որ ասում եք ով այնց ներշնչում, օրինակ ինձ ներշնչում է եւ ես ուղղակի ինձ համար ոնց որ օրինակելի մարդ է, օրինակի համար Կրիշտիանո Ռոնալդոն, հա, ես մեծ ֆուտբոլի ֆանատ եմ միշտ եղել եւ ես պաշտում եմ Կրիշտիանո Ռոնալդոին որպես մարդ։ Ինչ սպորտով ես ինքդ զբաղվում։ Ինչա՞։ Ինչ սպորտով ես ինքդ զբաղվում։ Ֆուտբոլով հաճախ չի ստացվում ցավոք բան անել, բայց խաղալ, որտեղ ֆուտբոլը վերջը թիմային սպորտ է եւ պետք է գոնե մի 10 հոգի միասին հավաքվեն։ Էլի դրիժորություն է պետք լինել։ Հա, էլի փաստորեն հա, հավաքականից։ Ինչա՞։ Իսկ մեր հավաքականից ում անունը կտակ։ Նենց եմ հարցնում, որ բոլորին գիտեմ, հիմա ում ասեք, ասել եմ, Մենք այստեղ նոր նախագահ Խախնազարյան ենք ես ուզում ոչ բացահայտել։ մեկին չգիտեմ մեր հավաքականից հիմա։ Ես մենք լավ ընկերներ ենք Հենրիկի հետ Մխիթարյան եւ մի քանի անգամ նույնիսկ տարբեր վայրերում Հայաստանն եք դերևս ներկայացրել նաեւ դուք։ Այո, եւ դուք եւ ինքը Հայաստանը։ Ես հիշում եմ, ես քանի որ Manchester United-ի երկրպագու եմ 5 տարեկանից, ես իմ երջանկությունս դժվար է փոխանցել, երբ Հենրիկը տեղափոխվեց Manchester United մի քանի տարի առաջ եւ հենց այդ պերիոդ ես Մանչեսթերում համերգ ունեի եւ մենք այնտեղ էլ հանդիպեցինք, ինք եկավ համերգին, ես գնացի խաղին։ Հիմիկվա հավաքականից ճիշտ ասած անուններ չգիտեմ, երբեմն նայում եմ խաղերը, բայց անուններով, այսինքն Սպերցյանը չգիտեմ մեր հավաքականում հիմա խաղում է, չէ՞, Սպերցյանին իհարկե գիտեմ։ Ես էլ միայն իրեն գիտեմ, ինչ լավ է, որ այդ անունը տվեցիք, դեռ այլ հարց հնչեր, ես այդպես անհաղորդ նայելու էի ձեր դեմքին։ Ինձ հետաքրքիր է այս շրջանում ինչ գործունեություն եք ծավալում, քանի որ մենք ասացինք, որ Ձիթողցյան արվեստանոցում եք ելույթ ունեցել, հետաքրքիր է այլ ինչ գործունեություն կա կամ մոտ ապագայում շրջագայությունից զատ հենց Հայաստանում։ Հենց Հայաստանում իրականում դեռ մոտակա ամիսներին պլանավորված ոչինչ չկա, կա տենց նախնական նպատակ պլաներ գաղափար հոկտեմբերին կազմակերպել համերգ, ինչ ֆորմատով դեռ չեմ կարող ասեմ, պարզապես որտեվ ինքս էլ դեռ չգիտեմ, չենք որոշել, բայց հա, երևի մոտական կլինի հոկտեմբեր, որտեվ դե ապրիլին, փաստորեն մարտին եւ ապրիլին ես 2 համերգ անցկացրեցի Տիգրանի Ձիթողցյան արտ ստուդիոյում, որտեվ առաջինից հետո, քանի որ այնտեղ տարածքը բավականին սահմանափակ է, այնքան ոնց որ ուզողներ կային, ցանկացողներ եւ պահանջարկ, որ կազմակերպիչները խնդրեցին մի հատ էլ կրկնել 20 օր հետո այդ նույն համերգը եւ փաստորեն 2 համերգ արեցինք եւ փորձում եմ տարբեր մեր դահլիճներում ելույթ ունենալ, այսինքն ապրիլին օրինակ Տիգրան Դիդոսյանի ստուդիաներ, հետո չափ տվեցի Արցախ կամերանվագախումբը Կոմիտասի Թանգարան ինստիտուտում եւ հիմա մայիսի 7-ին մեր պետական կամերանվագախումբը ղեկավարեցի կամերային երաժշտության տանը Կոմիտասի անվան, այսինքն այդպես տարբեր տեղեր եմ փորձում ելույթ ունենալ։ Ձեր շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու համար, հաճելի զրույցի համար, մի քիչ այլ կողմից նաեւ Նարեկ Խախնազարյանին բացահայտելու համար, մեզ համար սպորտի երկրպագու, հաճելի օր ենք մաղթում, նորանոր ստեղծագործական վերելքներ։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ, որ օրը սկսեցիք մեզ հետ, շնորհակալություն մեր հեռուստադիտողներին, մենք կունենանք կարճ դադար եւ կդիմավորենք մեր հաջորդ հյուրերին։